ավելի շատ։ Նիկոլ Փաշինյանը հավատացրել է, որ չի վախենում Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժից։ Նա մեկնաբանել է նաև լրատվամիջոցների տեղեկությունները, թե հրաման է տվել ոչ մի դեպքում չգրանցել մեր ձևով շարժման կուսակցության հայտը։ Հայաստանի Հանրապետությունում կան իրավական ընթացակարգերով է պետք առաջնորդվել։ Հիմա եթե ինչ-որ մեկ ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Եվ էլի ասել եմ, ես ունեմ շատ մեծ վստահություն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին հետ կապված այնքանով, որ վստահ եմ, որ այդ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիները միանշանակ եւ աներկբա հաղթանակ կտանեն։ Մեր ձևով շարժումը անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը չի վախենում Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժից։ Շարժման հայտարարության մեջ ասված է, որ մեջբերում Փաշինյանը կորցրել է ժողովրդի վստահությունը ու չի տիրապետում իրավիճակին։ Շուտով նա կկորցնի նաև իշխանությունը ու ինչպես իր վերջին ուղերձում Սամվել Կարապետյանն էր ասել, ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի արժանապատվության, վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ։ Իդեպ մեր ձևով ժողովրդական շարժման անդամները աշխատանքային այցով Ստեփանավանում են եղել։ Յուլագարակ գյուղում շարժման անդամները շրջել են գյուղով, բնակիչներին ներկայացրել շարժման կողմից առաջարկվող հանրապետության մարզային համայնքների եւ գյուղական բնակավայրերի զարգացման տեսլականը, ինչից հետո ներկա են գտնվել Ստեփանավան համայնքում շարժման գրասենյակի բացմանը։ Եթե կաթի գինը, ոչ թե ասում եմ վաղը զավոդին ասում եմ, всё, վաղը այսքանով ես վերցրել։ Եթե պետությունը սուբսիդավորում է կաթի գինը 40 դրամով, կաթի գինը 130-ից դառնում է 160, 170։ Դա նստում է պետության վրա, այդ իրանց ծախսած 50 միլիարդ դրամից ընդամենը 20-ը 50 միլիարդ գյուղատնտեսությանը փող են տալիս։ Իմ ասած ինչը, եթե պետքա բան չփոխենք ձեր կյանքում, գնանք մեր գործերով, մեր համար հաստատ լավ գնում է ամեն ինչ։ Պետքա մի բան փոխենք, կամ չենք մտնում, բան չենք փոխում, եթե չենք փոխելու, մեզ ոչ մի բան իշխանության մեջ չկա, որ մենք չունենք այս պահին։